Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Մի հրնացմռնվա արևադարձը Արմենակ Աբրահամյան, ազգային խորհրդի հռչակագրի 21-ամյակը, Թուրքիայի հարձակման իրավական գնահատականը Ռոժավա, Լեմկինա ժառանգությունը Աբիս Օղոմոնյան, Եղցահողակորուստը զգուշացում սոր, հայկական խոհանոց Չոլդրա լիճը Սարալչի ուշացող ծմարնը, գիտելիքը որպես փրկության ցեղասպանագիտության միջազգային գիտաժողով։ Միհրը Քյոհնահայերի արևի ու լույսի աստվածն ալվերին հետ կապվելիս ալալ ձմեռային արևադարձը լույսի վերադարձն արևի վերածնունդը դեկտեմբերի 25-ը շատ հնաոճ մշակույթներում նշվելիս ալալ որպես միհրի վերածնվող արևի տոն։ Այս ավանդույթներն տարածված են լալ համ Հայաստանում, համ էլ ձմռվա օրերը կապված են լալ Սուրբ Կրակի լուսավոր վերածննդի ու մաքրման ծեսերին հետ։ Քրիստոնեությունից հետո այդ Քյոհնա արևային պատկերացումներն մասամբ պահպանվել են հատկապես Սուրբ Ծննդյան հունվարի 6-ի խորհրդում որպես լույսի ծնունդ։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը հայտարարում է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին խորհրդի պաշտոնական հռչակագրի 21-ամյակի նվիրված առցանց հանդիպում ինյական։ Միջոցառումը նախատեսված է Zoom հարթակում խորհրդի նախաձեռնությունով հանդիպման նպատակն է ներկայացնել 21 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, քաղաքական ու իրավական ձեռքբերումները, մինչև քննարկել ապագա նախաձեռնություններն վերաբերում են Արևմտյան Հայաստանապետականաշինությանը, ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, միջազգային ճանաչման գործընթացներին։ Առցանց քննարկումը մեկնարկելու է երեկոյան ժամը 7:30-ին ըստ Փարիզա ժամանակի ժամը 10:30-ին Երևաննա ժամանակով։ Մասնակցությունը պետք է սաղ օզողների հետի։ Հանդիպմանը միանալի հղումը հասանելի է Արևմտյան Հայաստանի պաշտոնական էջը Western Armenia TV։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կտրուկ դատապարտում է Թուրքիայի Լյուբոյ ներկա կամ հնարավոր հարձակում Ռոժավայի վրա։ Այդ գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մարդասիրական իրավունք առաջացնելով ծանր վտանգներ քաղաքացիական բնակչության, հատկապես քրդերի, ասորիների, հայերի ու այլ բնիկ համայնքների հետի։ Թուրքիայի նախորդ ներխուժումներն ուղեկցվել են ենթակառուցվածքների կործանմամբ, զանգվածային տեղահանություններով ու ժողովրդագրական ինժեներիայով, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից կարևորակվել որպես ռազմական հանցագործություն։ Թեզը հարձակումը մտցնում է վայրագությունների ու էթնիկ զտումների ռիսկը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը պահանջում է Թուրքիայի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, միջազգային սահմանների ու խաղաղ բնակչության պաշտպանության ապահովում, անկախ միջազգային հետաքննություն անցկացնել նախկին խախտումների մասին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Ռոժավայի դեմ ցանկացած հարձակում ապօրինյա, վտանգավոր ու հակասում է Թուրքիայի միջազգային պարտավորություններին, ընդգծելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պաշտպանության հարատապ անհրաժեշտությունը։ Դեկտեմբերի 9-ին ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը արվել են Հայաստանի Հանրապետության ագնախարի տեղակալ Ռոբերտ Աբիս Օղոմոնյանը Նյու Յորքում մասնակցել ու ելույթ ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած Պետրու մակարդակի հանդիպանը։ Ընդգծել ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը, վաղ նախազգուշացումների արձագանքման անհրաժեշտությունը, պետական ու միջազգային կառույցների պատասխանատվությունը ցեղասպանության կոնվենցիայի համընդհանուր վավերացման հանդեպ Հայաստանի հանձնառությունը։ Աբիս Օղոմոնյանը կոչ արել այլևս երբեք դարձնել ոչ թակարդախոս, այլ գործնական քաղաքականություն։ Եղցահողակորուստը Կրեմլի ազդեցության տակին ձևավորված ապազգային քաղաքականության ամենացավալի հետևանքներն է Հայաստանը Արցախի կյանքի մայրուղու կողքին գտնվող Քյոհնի հայկական շենը իրան եկեղեցապատկան, Վաղավը դամբարանները ու խաչքարերով կարելի դառնալ հանրապետության արևմտյան թևի կարևոր ռազմավարական ու ժողովրդագրական հենակետ, բայց տարիներով անուշադրության ու սխալ քաղաքականության դերդան դատարկվել է։ Եղցահողը 10 վերստ ու կանաչ թալանը մնացան անբնակ առանց ենթակառուցվածքների ու պաշտպանության։ 2015-ի Եղցահողում ապրելիս այլ ընդամենը 138 մարդ, հարակից շեններում մի քանի տասնյակ պատահական չլար։ Դա տարիներ շարունակ իրականացված սխալ քաղաքականության, միգրացիա խթանող պայմանների ու արտաքին ազդեցությունների հետևանքն է ելել։ Այս նույն ընթացքը շարունակվել է հալամ խորհրդային տարիներից վեր Եղցահողը երկրորդ համաշխարհային փոխադրված 80 հայերից 67-ը զոհվել են։ Բաքուն վաղուց այլ իրականացնելիս հայտնաբերած ծրագիրը վերին ցավոք նպաստելիս են նաև Կրեմլամետ ու Բաքվի շահերը սպասարկող հայկական ղեկավարները։ Եղցահողը վերջապես մնացել է առանց ճանապարհների, ծրագրերի ու պետական ուշադրության վերջո հանձնվելով թշնամուն։ Սորն ու վտանգը կախված է Հայաստանայերա։ Եթե երկիրը նորից վստահ է արտաքին կենտրոնների շահերը սպասարկող ուժերին, ապա Արցախը դատարկված շեների ճակատագիրը կարելի սպասել նաև Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին, ողջ Հայաստանին։ Եղցահողը հստակ դասյա պետություն չի կառուցվում դրսի կամակատարներով, ամրանում չի, վեր ռազմավարական տարածքներն լքված են ու գոյատևում չի վեր իշխանությունը ծառայում օտար խաղերին։ Հայկական կողմնյուն ամենահամավ ու խորհրդանշական ուտեստների ամինը տոպիգը սոր վերակենդանացված է Պիերտեի հայկական խոհանոցը շքեղ գիրքումը 250 էջանոցից հրատարակությունը վերներառում է 200 բաղադրատոմս ներկայացված է բացառապես Ամազոնում, դառնալով յուրահատուկ ուղեցույց ավանդական ու ժամանակակից հայկական ճաշատեսակներին աշխարհում։ Պիերետը ընթերցողին փոխանցում է օրեն խոհարարական գաղտնիքներն առաջարկելով օգտակար խորհուրդներ, հնարքներ, հունցը նաև պատմություններ ու հետաքրքիր դրվագներ վեր բացահայտում ուտեստների ծագումն մշակութային արժեքը։
Պիերետի հայկական կողքնին համ բաղադրատոմսերի հավաքածու է, համ էլ հայկական գաստրոնոմիայի իրական ուղեցույց նվիրված մեր համերի ավանդույթների ու խոհարարական վարպետության պահպանմանը։ Արևմտյան Հայաստանակարս Արդահան միջև գտնվող Չլդրա լիճը այս տարի ուշացող ցրտերին դերդն հալեմ սառալ չի։ Տարեստարի տաքացող կլիման լրջորեն ազդմալ լճի ձմեռային կյանքի ու զբոսաշրջային շարժին իրան։ 1059 մետր բարձրության իրա գտնվող 123 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Չլդրա լիճը համարվում է տարածաշրջանի ամենամոծ քաղցրահամ ջրամբարների ամինը։ Նախորդ տարիների լճի մակերեսը սովորաբար սառչելիս է նոյեմբերի վերջից կամ դեկտեմբերի սկզբից, բայց այս տարի ջերմաստիճանների շարունակալը մնալ է սեզոնային նորմաններից փեչուր, դրա պատճառով լիճը հալամ ստացալ չի յուրան հայտնի ձմեռային տեսքը։ Մասնագետներն կանխատեսում են, որ լիճը կարելի սառչել մենակ 2026 թվականի հունվարին, իսկ մինչ այդ բնությունը կարծես ապրում է երկարացած գարուն։ Վերը մտահոգում է թա տեղացիներին, թա զբոսաշրջության ոլորտին։ Գիտելիքը փոխանցումը վերլուծական մտածողության զարգացումն ու փորձի փոխանակումը կարևորագույն դեր ունի ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Այս համոզմունքն էլ հիմքում ցեղասպանության հիշողության ճանաչում կանխարգելում խորագիրը գրող միջազգային գիտաժողովին, որը անցկացվել է Երևանի պետական համալսարանում։ Գիտաժողովի նպատակն էլ ձևավորել նորարարական ու արդյունավետ ռազմավարություններ ուղղված ցեղասպանության, էթնիկ ակամայի տեղահանությունների ու զանգվածային բռնությունների կանխարգելմանը։ Միջոցառումը միավորել ավելի քան 50 առաջատար մասնագետների, գիտնականների ու փորձագետների մխել է երկրներ ավեր ներկայացրան հետազոտություններ, մոտեցումներ ու կանխարգելման մեխանիզմներ։ Մասնակիցներ շեշտ տալան վերկրթությունագիտելիքի տարածումը շարունակում մնալ է մարդկային անվտանգության գլխավոր գործիքները, իսկ ցեղասպանագիտության ոլորտի զարգացումը կարելի կանխել ապագա ողբերգությունները։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։